Ես առհասարակ այս թեմայով 2005 թվականից դրանից առաջ էլ խոսել եմ անընդհատ, որ կուսակրոնությունը պիտի վերանայվի եկեղեցական կուսակրոնությունը, խոսքը վանականության մասին չի, վանականությունը այլ է, եկեղեցական կուսակրոնությունը այլ, այս տարբերությունը որն է, որ վանականությունը վերաբերում է վանական կյանքով ապրելու ընտրությանը, մինչդեռ եկեղեցական կուսակրոնությունը պայմանավորում է քո նվիրապետական աստիճանով քո բարձրանալու հնարավորությունը, այսինքն եթե դու քահանա ես ամուսնացյալ, դու այդ հնարավորություն չունես հասնելու եպիսկոպոսության, մինչդեռ եթե դու կուսակրոն ես, դու կարող ես եպիսկոպոս էլ դառնալ եւ կաթողիկոս էլ, տեսեք, եւ սա պատճառ է, որ շատ արժանավոր քահանաներ զրկված լինեն եպիսկոպոսանալու հնարավորությունից, մինչդեռ մեր եկեղեցու բուն ավանդության մեջ ուրեմն եպիսկոպոսները իրավունք են ունեցել ամուսնանալու եւ դա Պողոս Արաքյալի մոտ էլ շեշտված է, որ եպիսկոպոսը մեկ կնոջ ամուսին պիտի լինի, ուրեմն այդ իրավունք ունեցել են մինչեւ 5-րդ դարի երկրորդ կես